Արդեն տեղում աշխատում են քննիչները, Տավուշի մարզային քննչական վարչության պետի տեղակալի, Դիլիջանի քննչական բաժնի պետի եւ հատկապես կարևոր գործեր Վավա քննիչի գլխավորությամբ արդեն քննչական խումբը քննիչները պարզել են ավտոմեքենայի սեփականատիրոջ, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով դեպքի վայր է ժամանում արդեն ավտոքարշակը, որպեսզի ավտոմեքենան տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մինչև գլխավոր ճանապարհում հայտնվել է վթար հետևանքով վերևից տեսնում եք, նաև այն բարձրությունից է ավտոմեքենան բախվել քարերին, ծառերին, տեսնում եք, ծառերին էլ է բախվել, կոտրել այստեղ բետոն է մի հատված եւ արդեն հայտնվել ներքևում։ Քաղաքացիները նշում են, որ բավականին օպերատիվ է գործել Դիլիջան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների երթապախմբերը եւ քաղաքացիներն էլ շատ արագ մինչև շտաբօգնության ժամանումը քաղաքացիներն էլ են օգնություն ցուցաբերել։ Ցավոք հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին վիրավորներից 14-ամյա երեխան մահացել է եւ հաստատվեց նաեւ այն տեղեկությունը, որ 3 մարդու լուսում բան խոսա։ Մահացած երեխայի ծննդյան օրն է եղել։ Ճանապարհը եղել է անցանելի վերևի հատվածում, մի փոքր անձրև է եղել, բայց դա չէր կարող ճանապարհի երթևեկության համար խոչընդոտ հանդիսանալ։